Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հուլիսի 27-ն է, չենք մոռանում անպայման տարածել հաղորդումը, բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք եւ անպայման օգնել ալիքին մեր աշխատանքները կազմակերպելու համար։ Կարող եք նաեւ բաժանորդագրվել Patreon-ին, բոլոր հնարավոր լինքերը, բոլոր պետքական լինքերը ներքևում կա։ Եվ այսպես այսօր շատ կարևոր նորություններ ունենք ձեր համար։ Հաղորդում ուզում սկսեմ այս հանճարեղ խոսքից, որն ասում է դուք կարող եք լրացնել 50 գիտնականի մեկ փաստով, բայց չեք կարող լրացնել մեկ հիմարի 50 փաստով։ Սա այն է, ինչ որ մենք զբաղված ենք վերջի քանի տարիները։ Իրոք, պետք չի դրա համար ժամանակ կորցնել, ի վերջո, դա տենց է, եթե տես չլներ, ես իմաստուն մարդիկ նույնը չեն ասի։ Այո, 50 գիտնական մի փաստի պատճառով պատրաստել լրի։ Որտեղ նա հասկանում է ինչ է նշանակում խոսքի արժեք։ Գիտություն, փաստ, բայց հիմարին ուզում ես 50 փաստ եմ տուր։ Մեկը, Նիկոլ, ինչ ան։ Այնպես որ ժողովուրդ ջան, մոռանում ենք դրանց մասին։ Մենք պետք է աշխատենք սերունդների վրա, նոր սերունդի վրա։ Ուղղակի ցույց տալ, այն ինչ որ կա։ Այնպես ինչ որ կա։ Եվ թող նա ինքը ընտրի։ Գնանք առաջ, այսպիսի Հուլիսի 25-ին ժամը 7-ին բոլորից հրավիրում եմ քննարկելու ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, որով բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ զրկվեցին ընտրելու իրավունքից, եւ սա նույն այն ուղեցրի մեջ է, որով որ զրկվեցին արցախցիները Հայաստանի քաղաքացիությունից եւ ընտրելու իրավունքից, ասեմ, որ այսպիսի մոտեցումը այն շարունակական տրամաբանության մեջ է, որն ուղղված է ամրապնդելու իշխանության դիրքերը եւ խոչընդոտելու ընտրություններով իշխանության փոխելու հնարավորությանը, այնպես որ բոլորիդ հրավիրում եմ այս կարևոր հարցի քննարկմանը, հուսով եմ ակտիվ մասնակցություն կլինի եւ միասին կհասկանանք ինչպես պայքարենք սրա դեմ։ Խոսքով այս քննարկումն արդեն եղել է շաբաթ օրը եւ ես սպասում եի որոշակի արձագանքների, կարծիքների եւ զարմանքս չգիտեմ ինչի եմ դեռ զարմանում, ես վաղուց պետք է հարմարված լինեի արդեն, որ պետք չէ զարմանալ, բայց Հայաստանը քաղաքական դաշտում գտնվեցին մարդիկ, որ ասեցին, բա իհարկե ճիշտ է, կարելի է քաղաքացիներին անձնագրով քաղաքացիները Հայաստանի զրկել ընտրելու իրավունքից։ Այսինքն կարելի է մտցնել դիսկրիմինացիա։ Դա արդեն նորմալ է եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ստորագրել է, արդեն ընդունել է որոշումը, մի խոսքով եւ նախագահային կոչված դիակներ ստորագրել ամսի 23։ Եվ այսպես, ինչ է սպասվում այդ նոր օրենքով։ Ես չգիտեմ իրանք հասկացել են ինչ ծուղակի մեջ են իրենց գցել, թե ոչ, բայց քանի որ ես արդեն տեսնում եմ ծափ տվողների, որոնք ասենք ուրախ են, որ Ռուսաստանից եկող մարդիկ իրավունք չունեն քվեարկելու։ Չգիտես ինչի բոլորին թվում է, որ Ռուսաստանում ով ապրում է, երազում է, որ Սամվել Կարապետյանը կամ Ռոբերտ Քոչարյան լինեն իշխանություն, եւ ամենակարևորը, որ այս օրենքը վերաբերում է մենակ Ռուսաստանում ապրողների։ Ոչ, այս օրենքը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ժամանակավոր կամ երկարաժամկետ ապրում են արտասահմանում։ Եվ ես մի հատ գաղտնիք պետք է ասեմ։ Այդ ապրողների շնորհիվ Հայաստանը գալիս տարեկան մինչև 6 միլիարդ դոլար։ Հայաստանի բյուջեն 7-8 է։ Այսինքն համարյա Հայաստանի բյուջեի չափ փող բերում են այն մարդիկ, ում զրկեցին նոր իրենք ընտրության իրավունքից։ Հիմա կարող է 1 տարիով էր գնացել, 3 տարիով էր գնացել, 6 ամսով էր գնացել, կապ չունի, նա դեռ քաղաքացի է եւ իր կապը չի կտրել հայրենիքի հետ։ Նա այդ տրանսֆերներ ուղարկողը դասական սփյուռքը չի։ Դասական սփյուռքը Հայաստանում ոչ մեկ չունի։ Դեռ մարդիկ են, որ դեռ քաղաքացի են, որոնք բարեկամներ ունեն, ընտանիքներ ունեն։ Ու համախառն 3 միլիոնը ըմբորում դրանից 3 միլիարդը կներեք։ Ուղիղ կեսը դրանից գալիս է հենց Ռուսաստանից։ 2 միլիարդի չափ գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, եւ մնացածը արդեն Եվրոպա եւ տարբեր տեղեր։ Եվ ասում են, գիտեք ինչ, ձեր գործը գնալ աշխատել, փող ուղարկելն է, ու դուք ոչ մի իրավունք չունեք Հայաստանում։ Հələ մի կողմ եմ գնում, թե ոնց են սրանք չափելու, այս մարդը ինչքան ժամանակ չի եղել Հայաստան, որովհետեւ սրանք նույնիսկ տարական հաշիվ չունեն։
տարական բաներ չեն կարողանում սրանք, տարական ստատիստիկա չունեն, սրանք ոչինչ չունեն, մի հասցեի վրա կարողանում են 170-ի մարդ գրանցել, հետո ասում են սա պատահական է, սրանք ընտրական պրոցեսում կարողանում են 177 ձայնի փոխարեն գնել 1, այսինքն սենց տարական հարցեր չլուծող կառավարությունը նա պետք է դնի ֆիլտրի, ով ինչքան է ապրել Հայաստանում, ով ինչքան չի ապրել Հայաստանում, որպեսզի որոշի թույլ տա նրան, թե թույլ չտա։ Սա դեռ էլի մի կողմ։ Հիմա ամենակարևոր հարցը։ Այն որ դուք ռուսաստանցիներին այդքան չեք սիրում եւ ասում եք վերջ, դուք իրավունք չունեք ընտրելու։ Արդյոք դուք նաեւ նրանցից հանում եք բանակում ծառայելու, նրանց երեխաների բանակում ծառայելու պարտականությունը։ Ասեք անկեղծ։ Եթե դա հանում եք, Elə միանգամից քաղաքացիությունից էլ զրկեք, էլի։ Մարդը եթե չի ծառայում, ընդ որում ձեր որոշումով, մարդը եթե ընտրելու իրավունք չունի, էլի ձեր որոշումով, մնում է ինչ Հայաստան գնալ գալը, նա ռուսական անձնագրով է կարող է գնալ գալ։ Հանգիստ, եւ ոչ միայն Ռուսաստանից։ Եթե մարդը քաղաքացի է Հայաստանում չի կարողանում ընտրել, այդ դեպքում ինչ տարբերություն է Հայաստանի քաղաքացիա, թե ասենք Ռուսաստանի կամ Ղազախստանի։ Չէ որ այդ անձնագրով իր ռուսական կամ ղազախական կամ բելարուսական ինքը մեկը առանց վիզայի գալիս է Հայաստան։ Ինչին է պետք այդ անձնագիրը։ Եվ ամենակարևորը վերադառնում եմ բանակի խնդիրներին։ Դուք չեք կարող այլևս մեկին դրսում ապրող ասել, իսկ քո երեխան բանակ ծառայել է։ Դուք այդ բարոյական իրավունքը ձեզանից վերցրեցիք։ Որտեղ դուք չեք կարող ասել դու ընտրելու իրավունք չունես, բայց ծառայելը պարտավոր ես ոնց։ Չնայած Նիկոլի կառավարությունը ամեն ինչ կարող է ասի, հա, ինքը ասենց է։ Ուրեմն հերոս հարկատուն պարտավոր է հարկ վճարել, բայց իրենք պարտավոր չեն զեկուցել, թե թարգել ինչի վրա ծախվի օրինակ։ Ինչ ծախսվել, որովհետև բոլոր ծախսերը չզեկուցվողների տակ են։ Դրանք չեն զեկուցվում։ Իրանք գիտեն փողը ինչ են անում։ Պետք է իրանք 5 միլիարդ մի ամսա մեջ 5 միլիարդ դրամ պետքա ինքնապարգևած են, իրանք տալիս են ու կարան ոչ մի բան չզեկուցեն։ Այդ հերոս հարկատուի գործն է փողը տալ, հարկերը մուծել, իրենք էլ ծախսողն են։ Ընդ որում, քանի որ տեսնում եմ ոչ միայն ճակերտավոր վերլուծական դաշտում են ծափահարում այս հանցագործության համար, այլ նաև բիոզանգվածն է ցնցված։ Ես այդ բիոզանգվածին պետք է ասեմ, գիտեք ինչ, հեսա ձեզ աշունը նոր անձնագրեր կտան։ Ըստ որի դուք այլևս պետություն չունեք։ Չզարմանաք։ Այո, դուք այլևս պետություն չունեք։ Այսինքն եթե ձեզ այդ մի բան է պատահում դրսում, դուք պետություն չունեք, որը պարտավոր է ձեր համար ինչ-որ մի բան անի։ Դե հիմա ծափ տվեք, դե հիմա ցնծացեք։ Այո, այդ անձնագրերը որ ձեզ բաժանելու են, այն որ ՆԳՆ ներքին գործերի նախարարն է ինքն է անձամբ գովազդում այդ թղթիկը տորը, դա ընդամենը ճանապարհորդական թուղթ է։ Վերջ, եթե ձեր հետ միտեղ պատահում է պետություն, ասի դուք պարտավոր եք պետությունը հասմուծել, բայց պետությունը ձեզ ոչ մի բան պարտավոր չի։ Հասկացաք։ Ուրախացեք հիմա, թե ինչպես ձեր իսկ աջակցությամբ մի քանի միլիոն մարդու, այո, մի քանի միլիոն մարդ, որտեղ Հայաստանից դուրս ապրում է միլիոնից ավել մարդ, գուցե 2 միլիոն Հայաստանի քաղաքացի, զրկեցին ընտրելու իրավունքից։ Բայց նրանք պարտականություն ունեն գալ ծառայել։ Բա ոնց, դե հարցին կպատասխանեք, ու ինձ հետաքրքիր է, արդյոք սրա մասին մեկը չի քաշել դրանց ականջողերից, ասի, դուք ապուշ չեք։ Հիմա որ դες մարդուն զրկում ես իրավունքից, ինքը կարա ասի, բայց ես զրկված եմ իրավունքից, իմ երեխան չի պետք է ծառայի թե։ Այդ դու ոնց կարաս ասես բեր երեխու թո ծառայի։ Մեկին էլ լսում եմ ասում, հենց որ եկան, դրանց բոլորի պետք է ուղարկել ծառայելու։ Ոսախ դուք այս կարգի դուք չեք հասկացել, որ դուք այս հայտարարություններով հաճոյանալով դուք քանդում եք մի ամբողջ ինստիտուցիա, որը կոչվում է պետականություն։ Պետականությունը հիմնված է լինում օրենքների սահմանադրության վրա։ Լավ, դուք իսկան ապուշ եք,
Դուք այս ամեն ինչը կարող եք ավիրել այն պարագայում, երբ որ կողքը թուրքը նստած յաթաղամն է սրում, լսենք էլ ուղղակի, նատ լսենք։ Я думаю, не хочу говорить слишком резко, но это тяжело. Это неприемлемо, это что-то унизительное. Ես անգամից կեսից մի ասացի զայնագրությունը, այս միջանցքից է խոսում, այս թուրք քաղաքագետը մեկնաբանում է ինչ կարևոր պրոյեկտ է սա։ Իսկ այս երիտասարդ լրագրող ասում է, բա վիրավորական չի, որ այս միջանցքը կոչվում է Տրամփի անունով, սա էլ ասում է շատ ցավոտ է, շատ նվաստացուցիչ է սա։ Լսա։ Оскорбительное. Человек ставит свою печать на век. Но знаете ли вы, кто тот человек, который поставил свою печать на столетие? В этом коридоре. Мустафа Кемаль Ататюрк. Да. Այս պրոյեկտը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պրոյեկտն է։ Իսկ Թրամփ ուզում է 100 տալով իր պեչատը դնի։ Պատկերացնում եք, ինչ ցավոտ է սրանց համար։ Սրանք ինչի մասին են մտածում։ Մեր տարածքով իրանց պրոյեկտ են անում, ու իրանց ցավը է նա։ Уж Трампе оно предпочитает. Навек. Как? Был бы этот коридор возможен без Нахичеванской автономной республики? Не был бы. А если бы существовала Нахичеванская автономная республика? Этот Дилуджу, который находится у Малой горы Арарат, тот самый Дилуджу. Здесь без ինքնին համար եմ թարգմանում։ Ասում եմ, արդյոք հնարավոր է այս Միջանցքի մասին խոսել, եթե չլիներ Նախիջևանը Ադրբեջանի մասը։ Որ չէ լինի։ Արդյոք սա կլիներ հնարավոր այս մասին խոսալ, եթե այս մասը, այս փոքր դիլիջուն, որ իրենք նկարում է, եթե դա ժամանակին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը առած չլիներ պարսիկներից։ Ես ամբողջ տեսանյութը ես հիմա չեմ դնի, որ գնաք։ Ինչա բացատրում այս երիտասարդին։ Ասում է, որ ժամանակին դեռ 18 թվականին որոշված էր, որ պետք է Թուրքիան միանա այն կողմը արդեն ստեղծվող Ադրբեջանին։ Եվ դրա համար Նախիջևանը խնդիր էր։ Նախիջևանը պետք է չէր կարող լինել հայկական, որովհետև չես կարող Հայաստանի վրա անցնել սնդեր, հա։ Գոնե այդ մասը պետք էր թուրքերին, տալ ադրբեջանցիներին, որը հենց իրանք իրականացրին։ То есть на самом деле ու այս մասը պատկանում էր այդ մի փոքր մասը, որտեղ Թուրքիան Նախիջևանի հետ սահման չուներ։ Այդ պատկանում էր Իրանին։ Այդ մի փոքր մասը, որը իրանք կարողացան գնել Իրանից։ До 1932 года Մինչև 32 թիվը 1932 թիվը իրանք սահման չեն ունեցել։ Դա պատկանել է Իրանին։ Հետո էլ Ռեզա Փահլավիից առել են միջալոց ինքը փողը չի վերցրել, տվել է։ Ընդ որում դա ոչ մի տեղ էլ գրանցված չի։ Դա առ այսօր օրենքներով պատկանում է Իրանին։ До 1932 года у нас не было никакой связи с нашей Нахичеванью. Это была иранская территория. До какого времени? До 1932 года. А как Нахичевань стала территорией Азербайджана? Здесь все началось в 1918 году. Ոնց դարձավ դա ասում Ադրբեջան։ Լսեք, ասում ոնց դարձավ դա Ադրբեջան։ Սկսվեց ամեն ինչ 1918 թվականից։ Դրեք այս զայնագրությունները Նիկոլա թուրքերին, ռուսական ճորտերին, իրենք ինչպես իրենք են խոսում, սիրում ասել, ամբողջ քաղաքական դաշտին, որ հիմնականում զբաղեցել են իրանք, բոլոր մեդիաներով, դրեք թող մետուսի նայեն։ Благодаря инициативам Энвера Паши и Нури Паши, созданию турецкой исламской армии, эта территория была занята Азербайджаном с целью тюркизации, освобождения от армян и оказания сопротивления русским. Վերջ, թուրքերը ստեղծում են թուրքական բանակը, որպեսզի հայերից մաքրեն տարածքը, տան ադրբեջանցիներին եւ դիմադրություն ցույց տան այդտեղ ռուսներին։ Этот процесс, проведенный с огромными трудностями, идеализмом и национальными усилиями. Ինչի ասում ռուսներին։ Իրականում ռուսներին չի։ 18 թվականից մինչև 19 թիվը սրա դեմ կռվել է Անդրանիկը։ Ուղղակի Անդրանիկը իրենց համար ռուսական, ցարական գեներալ էր։ Իրանք ներկայացնում ռուսացային դեմ կռել։ Բոլորովի 18-19 թիվը
այս ծրագրի դեմ կռիվ ա տվել, Նախիջևանը պահել է հայկական, որ չդատարկվի, հենց Անդրանիկը, դրանից հետո նոր շարունակել այդ գործը Մժդեհը։ В итоге завершился в 1921 году 2 соглашениями. 16 марта. Ես մեզ ամեն ինչը ավարտվեց երկու կարևոր փաստաթղթերով 16 մարտ 21 թիվ Մոսկվայի պայմանագիր, հետո Ղարսի պայմանագիր եւ Ադրբեջանը տրվեց, Նախիջևանը տրվեց Ադրբեջանին։ Եվ հիմա սանով բացատրում է, որ տես ոչինչ չունենք մենք այդ տարածքում, կարողացանք SS գործողություններն անել, Նախիջևանը դատարկել հայերից, տալ Ադրբեջանին, հետո այս հողը առնել կպտել Նախիջևանին, որպեսզի Զանգեզուրի միջանցքը մեր համար դառնա հնարավոր, այլապես դա հնարավոր չէ։ Հիմա բացատրում ես երիտասարդին, տես ինչ կարևոր է, որ դու այսօրվա կտրվածքով չնայես կյանքին, այլ 100 տարվա կտրվածքով, որտեղ այս ամեն ինչը չէր լինի, եթե Քեմալ Աթաթուրքը այս ամեն ինչը չնախատեսեր եւ ռուսները չպայմանավորվեր 18 թվականից մինչեւ 21 թիվ, չիրագործեր սա եւ Արցախի հարցում, եւ Նախիջևանի հարցում, մի խոսքով, եթե նա չկարողանային սա իրականացնել, այսօր Զանգեզուրի միջանցքի մասին խոսել անիմաստ էր, որովհետեւ ոչ սահման ունեին Նախիջևանի հետ, ոչ էլ Նախիջևանը կլներ Ադրբեջանին, դա կլներ Հայաստան։ Տեսեք, իրանք ինչ ծրագրեր են կազմել, այսօր էլ ասում են մի շտապի, այս 100 տարին, որ իբր տալիս են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, մենք այդ 100 տարվա մեջ կամրապնդվենք այդտեղ։ 100 տարի հետո հայերներն էլ տարածքները չեն կարողանա ուզել, որովհետև իրենք այնտեղ ոչինչ չեն ունենալու։ Եվ արդեն մնում է մենք պայմանավորվենք ամերիկացիների հետ, իսկ մենք անպայման կպայմանավորվենք ամերիկացիների հետ։ Դե, սա այս թուրքական դիվանագիտությունն է։ Չնայած իրանց մոտ լիրայի արժեզրկումին, չնայած տնտեսական կոլապսին, չնայած որ լիքը խնդիրներ ունեն, բայց ծրագրեր են գրում 100-ամյա տևողությամբ։ Իսկ ծրագրերի առումով իմջալոց որպես պետություն, պետականություն, որ ունի տևական ծրագրեր, Հայաստանը 130 երկրի մեջ 115-րդն է։ Ասել է թե ծրագիր չունի, yok չունի։ Ադրբեջանը 5-ն է, 5-րդ տեղն է։ Նույնիսկ Վրաստանը 25-րդ տեղն է։ Հայաստան գոյություն չունի, գիտեք չի։ Նայեք Հայաստանով ղեկավարում ու նրա քաղաքական օրակարգը ինչ է։ Ավելի ճիշտ կներեք, նրա օրակարգը ինչ է։ Ոչ թե քաղաքական օրակարգը, նա օրակարգը ինչ է։ Մեկը գիտեք նրա օրակարգը ինչ է։ Բացի հիմար դուրս տալուց նրա օրակարգը, քաղաքական օրակարգն ունի։ Չունի, բայց պարտադրողներ ունի։ Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը։ Հիշում եք, ես այս քանի օր խոսում եմ այս մասին, որ Ադրբեջանը, Թեհրանը նախապատրաստում է մի համապարփակ փաստաթուղթ, որը կանչելու է Նիկոլին Թեհրան, ասի ստորագրի։ Այս երկրորդ կամուրջը հենց այդտեղ է մտնում, դրա մեջ է մտնում։ Որովհետև այդ մի կամուրջով այդ հսկայական բեռնափոխադրությունը չի կարող իրականանալ։ Բերելու է երկրորդը կառուցել տա։ Եթե դուք հիշում եք, ես ամեն անգամ խոսում եմ, որ այս ամեն ինչի մեջ ինքը նաև ավելացնելու է նավթա վերամշակման գործանի կառուցման պայմանը, որ ինքը առաջարկում է 2009 թվականից, որ 20 թվականին էլ առաջարկվե, էլի ոչ մի պատասխան Հայաստանից։ Ինքը սկսեց պատերազմը, սկսեց տարածքները տալ, չէ՞, 20 թվականի արդեն վերջին։ Իսկ առաջարկությունը վերաառաջարկվել է 20 թվականի փետրվարին։ Սա իրանական բաներն է, ինֆորմացիոն դաշտի տեղեկություններն է։ Քանի օր ես դա մասին խոսում էի, ճիշտ է։ Դե արյուտես, որ իշխանությունները որոշեցին մեկի բերանով սրա մասին խոսալ ու ասել, ով է մեղավոր, որ դա չի եղել, նախկիններն են մեղավոր։ Այն ինչ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի հետ, ամենայն հավանականությամբ քաղաքական ենթատեքստ ունի, բայց ոչ այն իմաստով, ինչ իմաստով, որ ենթադրվում է քաղաքական ասելով։ Սա ունի արտաքին քաղաքական հետք, որովհետև գիտենք, որ Իրանի քաղաքացիներ են եղել, ովքեր հարուցել են այս գործը, ովքեր դիմել են եւ հարուցվել է քրեական գործ, եւ այն ինչ
ինչի մասին այդ քրեական գործում գրված է, եթե հաստատվի իհարկե ամբողջական կախավարկածը չմոռանանք, ցույց է տալիս մեկ կարևոր բան, որ փաստացի Գագիկ Ծառուկյանը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր հայկական կողմից ներգրաված են եղել այդ գործընթացում, խափանել են Հայաստանի Հանրապետությունում նավթավերամշակման գործարանների կառուցումը։ Հաստորեն ինչ որ մարդիկ են բողոք է Ծառուկյան Գագոյի դեմ, մարդիկ քաղաքացիներ, ինչքան գիտեն վարորդներ, որովհետև Ծառուկյան Գագոն խափանել է նավթավերամշակման գործարանների կառուցումը ու այս հիմարությունը տվել են, որ սա կարդար եթերում։ Դե իրանք վստահ են իրանց ուկնրի ինտելեկտի բացակայության վրա, որ ասենք վարորդները չէին կարա բողոքեին միջպետական պրոյեկտի լինել կամ չլինելու համար։ Ասենք դա իրանց ընդհանրապես չի վերաբերվում, դա իրանց ընդհանրապես չէր կարող վնաս լինել։ Հա, ոնց որ պատկերացրեք Հայաստանն ու Իրանը նավթավերամշակման գործարան են ուզում կառուցել, ու ինչ որ վարորդներ դատի են տալի Ծառուկյան Գագոյին, որ նա կարողացել է խափանել գործընթացը։ Այսինքն եղել է այդ գործընթացը։ Ես սրանց ստիպեցի դրա մասին խոսել, բայց սրանք որոշեցին, որ ասես մի հատ ուրիշ ձև կապեն, ոչ են ասելու, Քոչարյան Ռոբերտն ու Սերժիկն մեղավոր։ Ոնց իրանց պետք է ասեն։ Չնայած ասում են ժամանակվանից տոկնուզը աշկելանքը գործի վրա տրվել է հենց իրանց կողմից, բայց չէ իրանց այս քաղցր երրակին չի կարելի գտնել։ Ջարդում են հիմա Ծառուկյան Գագոյի վրա։ Փող գողանալը հասկանալի է, իհարկե դա հանցագործություն է, դրա համար պետք է պատժվեն, բայց փող գողանալը քրեական հանցագործություն է։ Ես կանխատեսում եմ ըստ այն նյութերի, որոնք հրապարակվել են, իհարկե դա կորոշի դատարան է, բայց ես կանխատեսում եմ, որ այստեղ հանցագործությունը քաղաքական է եղել։ Բա ինչ են արձանագրում, որ ամեն դեպքում կա ծրագիրը, եղել է ծրագիրը։ Եվ ով է մեղավոր։ Հիմա ում ենք ուզում դատենք Ծառուկյան Գագոյին։ Ոնց դե մի քանի վարորդ կան, բողոքեն, որ միջպետական ծրագիրը խափանել է Ծառուկյան Գագոն, ու դրա համար մենք արդեն քաղաքական, ասա ընդամենը քրեական չի, սա քաղաքական, հա, շատ լավ։ Դե հիմա հարց եմ ուզում տալ։ Կարող է 18 թվականից մեր վարչապետը Ծառուկյան Գագոնը եղել, մենք դերակ չենք։ Թե դες բան կա, ասեք։ Փաստորեն 20 թվականին առաջարկը, որ էլի չի ընդունվել, Ծառուկյան Գագոնը խափանել։ Թե ասենք ամեն ինչում գլխավոր պատասխանատուն բանն է, Փաշինյան Նիկոլն է, բայց ինքը գլխավոր մեղավորը չի, Ծառուկյանն է մեղավոր։ Իր կառավարությունը ընթացք չի տվել, Սերժիկի կառավարությունը ընթացք չի տվել, Ռոբերտ Քոչյան, չէ, դա արդեն Ռոբերտ Քոչյանի 2009 չկար, կներեք, դնում ենք մի կողմ։ Սերժիկը մեղավոր չի, Նիկոլը մեղավոր չի, 8 տարի ինքնավարչապետ, Ծառուկյան Գագոնը մեղավոր։ Տան բանաձևը ոնց համես մասին խոսան, բայց ջարդեն մեկի վրա, բայց ում վրա ջարդեն։ Սերժիկի, Սերժիկը դրանց ոտերը կջարդի, ոնց թե Սերժիկի վրա կջարդեն։ Ոնց։ Որոշեցին Ծառուկյան Գագոյի վրա ջարդեն։ Վստահ լինելով, որ ուղեղի հետ, ինտելեկտի հետ խնդիր ունեցող իրենց ունկնդիրները կհասկանան, որ Ծառուկյան Գագոյին պետք է դատել քաղաքական դրդապատճառներով։ Ու իրանցից ոչ մեկ այդ հարցը չի տալ։ Մի վայրկյան, հələ, ու 2008 թվականից 18 թվականից դու ես վարչապետ։ Չկապ ունի Ծառուկյան Գագոն։ Եվ Ծառուկյան Գագոն ով էր, որ Սերժի ժամանակ միջպետական այս կարգի կարևորության գործընթաց տապալեր, բայց ըստ նիկոլական պրոպագանդոնների ամեն ինչ հնարավոր է։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Երևանի քաղաքապետարանը սկսել է ջնջել մեր պատերազմի հերոսների նկարները, որոնք արվել էին բազմաթիվ վայրերում 2020-ի պատերազմից հետո։ Դրանք մեր զոհված զինվորների ընկերներն ու ընտանիքները նկարել էին ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային տարածքներում։ Դրանք արվեստի գործեր են, որոնք ամենուր էին ու շատ առումներով նաև խորապես հուզիչ։ Բայց այս պատկերները հանրության ուշադրության կենտրոնում էին պահում զոհողությունները, որ արել են մեր երկիրն ու ժողովուրդը։ Եվ քաղաքապետարանը մի քանի շաբաթ
շատ առաջ սկսեց ներկել դրանք առանց որևէ քննարկման, առանց որևէ բանավեճի, ինչն ակնհայտորեն շատերին վրդովվեցրեց։ Սա ինձ հիշեցնում է իմ ընկերներից մեկի ասածը Իրաքում ԱՄՆ-ի պատերազմի ժամանակ։ Հայտնի գրող, որ այն ազգը, որն այլևս չի կարողանում պատշաճ կերպով սգալ, իրականում նույնիսկ ազգ չէ։ Սա պարզապես հիշողության եւ ազգային պատկանելիության մեր ընկալումների դեմ պատերազմի եւս մի էջ է եւ մեզ որպես ժողովուրդ կոտրելու փորձ։ Սա տեղի չի ունենում վակուումում։ Մենք քիչ առաջ ենք անցել ընտրարշավի միջով, որի ընթացքում երկրի առաջնորդը քննադատում էր մեր զինվորներին, նրանց մեղադրելով, թե ինչու չեն զոհվել մարտի դաշտում։ Այնուհետև նույն անձը բռնության ենթարկեց անհետ կորած զինվորի քրոջը եւ անձամբ հարձակվեց իր հրամանատարության ներքո զոհված զինվորների մոր վրա։ Ակնհայտ է, որ այս ամենի նպատակն է մասնատել մեզ որպես հասարակություն եւ դա անելու համար նախ պետք է ոչնչացնել այդ հասարակությունում սրբության եւ հավաքական պատմության զգացումը։ Եվ պատահական չէ, որ մեր հերոսները անընդհատ թիրախավորվում են, քանի որ նրանք պարզապես վատ օրինակներ են։ Ինչպես ասվում է Սուրբ գրքում, չկա ավելի մեծ սեր, քան այն, երբ մարդն իր կյանքը զոհաբերում է հանուն իր եղբոր։ Նոր իրական Հայաստանում պարզապես տեղ չկա նման մարդկանց համար, քանի որ նրանք մարմնավորում են դիմադրությունը, արդարության համար պայքարելու պատրաստակամությունը եւ մեր ազգային ազատագրական արդար պայքարը։ Ամփոփելով պետք է ասեմ, որ սրան պետք է դիմադրել բոլոր ձևերով եւ մեթոդներով։ Հիմա քաղաքացիական խաղաղ անհնազանդության ժամանակն է։ Ես կոչ կանեի մեր նկարիչներին եւ մեր ապագա նկարիչներին դուրս գալ եւ իրականում կրկին նկարել այդ պատկերները։ Արվեստի ուսանողներ, լսում եք ինձ։ Մեր հերոսների այս դիմանկարները հետապնդում են մեզ բոլորիս եւ վախեցնում են մեր առաջնորդներին։ Բայց իրականում անհրաժեշտ է, որ դրանք հետապնդեն մեզ, իսկ մեր ղեկավարներն էլ վախենան դրանցից։ 100%։ Այսպեսի մի բան այսօր եղել, ես սան չէի անդրադառնա, եթե ինքը ուղղակի ձնագնդիկին նման չմեծանար, կա Հայաստանում ֆեյքերի կոմբինատ եղել է, հենց Նիկոլ Փաշինյանի ստեղծման եմ ասում, ընտրվելուց հենց հաջորդ օրը, այդ պոակը ստեղծվեց, որպեսզի պաշտպանի Փաշինյան Նիկոլի իշխանությունը։ Եթե հիշում եք, այն ժամանակ հեղափոխության պահապանների կորպուս կար, այդպես մի հատ հեղափոխության պահպանակներ ունեին, չէ՞, այդպես մի հատ գվարդիա ունեին իրանք, որ աչուձախ մարդկանց բռնանում էին։ Այդպես մի հատ գվարդիա ստեղծվեց on-line, առանց դեմքի, առանց անու ֆեյքերի բանակ, որ սկսեցին հայոյել, պրծել ամեն ինչ այն ինչ որ կարողա դուրս չգար Փաշինյան Նիկոլին։ Մի խոսքով, այդ բանակը ղեկավարում էր սկզբից Հովհաննես Մովսեսյանը, որ հիմա համեկում է վեր ընկած, հետո Տարոն Չախոյանը, որ այսօր կամ երեք ինչ որ երեխա է ունեցել։ Եվ անդիմադիր դաշտի բլոգերները, ասենց անխտիր, ասենց անխտիր չեն, որ անխտիր անխնա քննադատում էին դրանց, սկսեցին շնորհավորել անես բաներով Աստված օրհնի եւ այլն, որ ես հիմա ուղղակի իրաց նկարները չեմ ուզում ցույց տալ, որպեսզի չանձնավորեմ սա, որտեվ մեկը պարզվեց տղա է, մյուսն էլ աղջիկ։ Ես չեմ ուզում սա թիրախավորել ոչ մեկին, ոչ մյուսին։ Ես սա մի հատ կարճ բան եմ ասել ցերեկը, հիմա հոգնած եմ, ուղղակի կրկնվեմ ստեղ։ Ես խոսեմ։ Թե այդքան մարդասեր ենք, որ մեր իրեք որ անհասկանալի մի բան է կատարվում։ Ինչպես տեսանք, բազմաթիվ մարդիկ սրտատրոփ շնորհավորում են Տարոն Չախոյանին երեխա ունենալու կապակցությամբ։ Շնորհավորել թե չշնորհավորել, կամ ինչ կա շնորհավորելու մեջ։ Հարցը բոլորովին այլ հարթության վրա է։ Արդյոք նրանք շնորհավորեին Տարոն Չախոյանին, եթե նա չլիներ Նիկոլ Փաշինյանի ամենակեղտոտ գործիքներից մեկը։ Սա ինչ է, ձերի հետ կապ ենք պահում, թե այդքան մարդասեր ենք, որ մեր երեխեքին կոտորած, մեր երեխեքին սպանած, այդ ամեն ինչի վրա կարիերա ստեղծած մարդու երեխու ծննդի կապակցությամբ ենք շնորհավորում։ Իմիջիայլոց մեծ տարբերություն կա շնորհավորելու, անիծելու եւ լռելու մեջ։ Տեսեք տարբերակներն ինչքան շատ են։ Այն որ գնում մենք այնքան մարդասեր ենք, մենք երեխայա ծնվել երեխան ինչ կապ ունի այդ ամեն ինչի հետ, այնքան մարդասեր ենք, որ երեխան կապ չունի դրա հետ, դա համար առնվազն
Չենք անիծում, ասում ենք, չենք ասում Տարոն Չախոյան, դու արժանանաս այն ծնողների ճակատագրին, որոնց երեխեքին դու տարես սպանել ես։ Մենք չենք ասում Տարոն Չախոյան, քո երեխան արժանանա այն ճակատագրին, ինչ ճակատագրի դու բերել ես հազարավոր երեխեքի, դու քո թմով։ Չենք ասում, դեռ մեկ ինչքան բան կա։ Հա, որովհետև այդ երեխան նորածվել, որ այդ ամեն ինչի հետ կապ չունի։ Ու այն մարդիկ, որ շնորհավորում են ճիշտ ասած, ինձ մոտ ոչ միայն լուրջ մարդու տպավորություն չեն թողում, նրանք երբ սկսում են արդարանալ, որ դա մարդասիրությունից է, ավել են ծանրացնում իրանց արածը։ Երաժիշտներից մոտ մի հատ լավ խոսք կար ասում, համենայն դեպս նավսյակի մտնում է էլի կապը պայելու համար։ Սա եմ ես տեսնում։ Ու շատ տխրում եմ, ասում եմ, լավ կարել է այսքան տարբեր ուղղությունների վրա խաղալ, այսքան կեղծել։ Եթե դու այսքան կեղծող ես, քո ու Նիկոլիսների մեջ տարբերությունը որն է։ Իմ համար որ տարբերություն չկա իրաց։ Տեսեք, մեկը հետաքրքիր էր գրել, ասում ես ի՞նչ է, բավը պատկերացնում եք Ալիևը տղա ունենա, ինչպիսի շնորհավորանքներ են գնալու կամ թորնիկ ունենա։ Ու ես հիշեցի պատերազմի այդ նոյեմբերի 10-ից մի ամիս էր անցել, 2 շաբաթ էր անցել, մի հատ բան կա է փնթի կոլոտ Հովանես Ազոյան, գաջատ երևույթ կա Նիկոլի տեսակներից, հա, որ ասում էր ես այնքան երջանիկ եմ, որ վերջապես պարոն Ալիևի աչքերում բավարարվածություն տեսա։ Հիշում եք։ Լավ, ոնց կարելի է։ Ես հատուկ ձեզ տղաներ եւ աղջիկներ ձեր նկարները ցույց չեմ տալի, որ ոչ մեկի մտքով չանցնի, որ իմ այս վերաբերմունքը, այս քայլը անձնական է մեկին ինչ որ դաս տալու կամ մեկին վիրավորելու համար։ Բոլորովին կարելի է, ես դա կարիքը չունեմ։ Դուք այն պատասխաններ են գրառումները, որ ես կարդացի, որ դուք ստացել եք, գուցե եւ բավարար է։ Հարցը գիտեք որն է ուղղակի։ Ինքը թքած ունի։ Չախոյան Տարոնը թքած ունի ձեր վրա, ձեր երեխեքի վրա, ձեր վերաբերմունքի վրա, ձեր ժեստիկուլյացիայի վրա, թքած ունի, որովհետև դուք իր տեսադաշտում չեք մեկ, երկրորդն էլ հավատացեք դրանք էլ են զզվում իրենց քծնողներից։ Հա, իրանք սիրում են օգտվել դրանից, բայց մեկը մեծ հաշվով բան չի փոխվում։ Եվ սա բան չի, պոլիտկորեկտություն չի, չգիտեմ, ժեստիկուլյացիա չի։ Սա վերաբերմունքի բացակայությունից է։ Սա սկզբունքայնության բացակայություն է։ Ես ձեզ ոչ մի վատ բան չեմ ասելու։ Ոչ մի վատ բան հակված չեմ ձեզ ասելու, վիրավորելու, բոլորովին։ Ուղղակի մի բան եմ ասում։ Ունեիք վստահության որոշակի ռեսուրս։ Այլևս չունեք։ Որտեղ սա հիմա ման ինչ-որ մի բան նշանակում է։ Ես չեմ ուզում բառերի վերածել սա, ի՞նչ է նշանակում, որովհետև հենց ուզում եմ բառերի վերածել Չայկովսկին ասում է, որտեղ վերջանում են բառերը, դե սկսում է երաժշտությունը։ Բառերը վերջանում են, չէ, բայց երգել չեմ ուզում, հա։ Չեմ ուզում ոչ երգել, ոչ նվագել։ Չկան դրան բառեր, ոնց ուզում եմ բառերով նկարագրել, փչանում է։ Իմ համար սա մի բան է նշանակում։ Ես ոչ մի վիրավորական, ոչ մի նախատող, դաստիարակչական բան չեմ ասում, ուղղակի կար ինչ որ ռեսուրս։ Վստահության։ Դրա պատճառով արդեն չկա։ Եվ վստահ եմ ոչ միայն իմ մոտ, այլ շատ մարդկանց։ Գնանք առաջ, չեմ ուզում սա վրա խորանալ։ Ուղղակի լսենք մեր ծնողներին ասի ես չեմ հասկանում, դուք տանը ուրիշ ողջ երեխա չունեք, գնացեք զբաղվեք ձեր ողջերով։ Էդ էլ ասել Նիկոլը։ Ես չեմ խափում, կարակ ծնողներին հարցնեմ։ Դուրս էին գալի մարդիկ սենց գլուխները բռնած ասում են արա ես ինչ խաղա։ Հասկանում եք, այս ծնողներն ինչեր են լսել։ Մարդիկ, որոնց հարազատներին են տալիս սպանել, երեխաներին են տալիս սպանել։ Ինչեր են իրենք լսել։ Ու իրենք չեն կարա, ասեն, քո երեխու ծնունդը շնորհավոր լինի։ Մեկի որ ասում են, ուրիշ երեխա չունեք կարա, չեն տալիս սպանել, գնացեք նրանով ուրախացեք։ Հասկացեք, իրենք չեն կարա անել։ Ես
Զավակ չեմ կորցրել ես։ Բայց ես իրանցից մեկն եմ։ Որտեվ իրանք այն ինչ կատարվել է նաև իմ համար, այդ կորուստը, որ իրանք ունեցել են, դա նաև իմ, ձեր բոլորի համար է եղել։ Եվ այն հանգամանքը, որ ես անձամբ իմ նեղ շրջապատում չեմ ունեցել այդ կորուստը, դա չի նշանակում, որ իմ համար միևնույն է իրանց ապրումները։ Այսօր դուք մտածում եք դա իրան գնահատելու է մարդկային բան։ Չէ, ինքը մարդկային առումով դղթկացուն է ամեն ինչի վրա։ Եկեք ձեր երեխեն իրանց համար ռասխոդի մատերիալ է։ Ձեր երեխեն իրանք եթե պետք է էլի կտանեք սպանեն։ Չիմասն է խոսքը։ Որտեղ կասեն լավ ինչ ես լացնում, ինչ ես ողբում։ Ուրիշ երեխա չունես տունը։ Այս համար է ես չեմ հասկանում ու չի ձևակերպվում, հասկանում եք ես, որ ես նկարագրեմ ես ապրումներս։ Չի նկարագրվում, ոնց ուզում եմ բառերով ձևակերպեմ, փչանում է։ Ավելվա սանը վերջացնեմ։ Սաս լսենք էլի։ Ռուսաստանը կախվածության մեջ է այսօր Նիկոլ Փաշինյանից, չեմ ասում Հայաստանից, Նիկոլ Փաշինյանի կամքից, Նիկոլ Փաշինյանը, որ ուզենա կփակի այն ծորակ, ուզում եք արահետ ասեմ, կալիտկա, դռնակ, որից որ Ռուսաստանը ստանում է մաքսանենք ճանապարհով իրեն անհրաժեշտ ռազմաստրատեգիական նյութեր, խիստ անհրաժեշտ նյութեր, ֆինանսական ինչ-որ Դենս ես տխմարը հասկանում, ինչ ասում։ Սա փաստացի հայտարարում է, Նիկոլին գովալու համար հայտարարում է, որ Նիկոլը ռազմական հանցագործ է, Նիկոլը տնտեսական հանցագործ է, որ այն ինչ որ արգելված է, Նիկոլի օգնությամբ, Նիկոլի կալիտկայով, դռնակով, գնում է դեպի Ռուսաստան։ Դուք տխմարության աստիճանը նայեք, որ ասենք ինքը հաճոյանալու, գցնելու համար փուրն է տալի Նիկոլին, ասելով այ աշխարհ, ես գիտեմ, որ դու գիտեք, բայց այս բաներ կա մեր մոտ էլի։ Ինքը այտենց բանը կախվածության մեջ է Ռուսաստանին իրան պահում։ Ռազմական, տնտեսական հանցագործն ինքը կոլաբորանտ է, ինքը փաստորեն Նիկոլը Ուկրաինայում սպանվող երեխեքի այդ սպանության մեջ մասնակից է։ Բայց միշտ ձեռով Զելենսկուն կանչում է Հայաստան, ասում է ելույթ ունեցի։ Մյուս ձեռով զենք համատակարարում, ինչ որ պետք է մատակում է Ռուսաստանը, Ռուսաստանը ռմբակոծի Ուկրաինային։ Ընտիր է, չէ։ Մախինացիաների անում թույլատրված է Հայաստանի Հանրապետությանը, թույլ են տվել արևմուտքից 56 պետություն, 51 էր, արդեն դարձավ 56 պետություն Ռուսաստանի դեմ կիրառում է տնտեսական պատժամիջոցներ։ Այդ 56 պետությունները մատների արանքից են նայում, թե ոնց է Հայաստանը աջակցում Ռուսաստանին մաքսանենգությամբ։ Ուզում եմ ասել, որ Պուտինը պետք է անպայման Նիկոլ Փաշինյանի հետ լավ հարաբերություններ ունենա, թե չէ սա կփակի Նիկոլ Փաշինյանը։ Այդ արահետը կարող է փակել։ Փողը, լսեք, ինչ անում, չէ։ Ինչ անում փողը, ասեն Նիկոլը այդքան կա, որ Պուտինի բացած արահետը փակի։ Պետք է Պուտինը իրան խելոք պահի, հա, այնքան խելոք է պահել, որ ինքը ինչքան արահետ ունի, փակել է դեպի իր մոտ։ Այսքան խելոք է պահել Պուտինը։ Սա քաղաքական դաշտն է Հայաստանում։ Այսպիսի մի բան էլ կա։ Հետարից մեկը մի օր ասում խոսեցի կաթողիկոսի հետ, ասի, բա վեհապար, այս հարցը սենց պետք է անենք, ոչ թե այսպես պիտի լուծենք, ասեց, բա Կիրիլը ինչ կասի։ Հայկական ժամանակ, ակտիվ, արդեն սկսել են կանչել։ Այ ինչն եմ սիրում, երկիչի մոտ, հին ձայնագրությունները, մեկ էլ իրա պաստայանսը ոնց կլի, ստաբիլությունը, ինքը ստաբիլ դավաճանել է մի քանի անգամ բոլոր իշխանություններին, բոլոր ընդդիմություններին, բոլոր ժամանակներում, ասում երկու բան կա, որ իրա մեջ սիրում եմ, մեկ իրա հին ձայնագրությունները, որ տարիքում ինքը գիտարով երգում էր, մեկ էլ իրա սենց ստաբիլությունը, էլի, ստաբիլությունը, ում ասես, Քոչարյանից սկսած, մինչև Ծառուկյան Գագո, մինչև Սերժ Սարգսյան, մինչև Նիկոլ Փաշինյան, հիմա էլի Նիկոլ Փաշինյան, վաղը
Վաղը էլի ինչ որ մեկին, ես ուզում եմ ասեմ, դուք չեք օգնես ան օգտագործելուց։ Դուք լուրջ մտածում եք, սա ասած ինչ որ մեկին արդեն հետաքրքիր է։ Դե չի կարա մարդ այսքան օգտագործվի ու իր ասած ինչ որ մեկին հետաքրքիր լինի։ Այն է քաղաքական իմաստով։ Կարող է քաղաքականությունից դուրս հարթված ժամանակ մի խելոք միտք ասի, սիրուն տող ասի, մարդիկ հուզվեն։ Հնարավոր է չեմ բացառում։ Քաղաքականության մեջ այտենց ստաբիլ դավաճանած ոչ մեկ չկա Հայաստանում, քան ասենք Գեղամյանը, մեկ էլ ասենք Ռուբեն Արխվեզյանը։ Գեղամյանը գիտեք, նոսերունդը կարող է Գեղամյանին չհիշի։ Բայց այս մեկը Բա որ թուրքերը բերեն, էժան պամիդորը լցրեն Հայաստան, բա մեր գյուղացին ինչ անելու։ Ասեմ ինչ անելու։ Հայ գյուղացին նստելու է մեքենա, անցնելու է սահմանը, գնալու է թուրք ֆերմերների հետ հանդիպելու է եւ հարցնելու է, ասելու է, ընկերներ, դուք ո՞նց եք այս պամիդորը սենց արտադրում, որ 3 անգամ էժան է նստում, դեռ չհաշված տեղափոխման ծախսերը։ Ծիծաղելի է, խոսում գլուխ եք գովում ձեր պատմությունով, ձեր գենետիկ հատկանիշներով, բայց մրցակ զգում եք հեգնանք այս տականքի, սա բացառիկ տականք է։ Այսինքն, եթե տականք չլիներ, ո՞ց կծառայեր Նիկոլ Փաշինյանին։ Զգում եք թիրախավորված հեգնանքը, գենդետիկ պատմություն, լրիվ Նիկոլա։ ցույցում բառից դիվոտում եք։ Նարեկ Սարգսյան, ոնց է երևում, որ գյուղատնտեսությունից հեռու մարդ ես։ Հասկանում եմ, որ քո համար հեշտ է խոսել, քանի որ դու պիջակով տղա ես, բայց ամեն ինչ տենց հեշտ չի, ոնց դու ներկայացնում ես։ Թուրքիայից էժան պամիդոր բերելով միայն հայ գյուղացու համար վատ չի լինի։ Այ մի քանի վաղ անց վատ է լինելու նաև քաղաքացիների համար։ Բացատրեմ, կարողա չես հասկանում։ Գյուղացին եթե ապրանքը չվաճառի, պարզ բանա, որ գումարել չի աշխատի։ Բնականաբար ինքը չի կարողանալու պահի իր ընտանիքը։ Իսկ որ մի մարդը կուզենա, որ իր քրտինքով աշխատանքը գնահատված չլինի եւ առավել եւս մարդը չկարողանա ապահովի իր ընտանիքը։ Պատասխան, ոչ մեկ էլ չի ուզենա։ Հետևաբար գյուղացին կփորձի լքի իր ասեփական գյուղը եւ փնտրի ուրիշ աշխատանք։ Իսկ որ աշխատանք չգտնվեց, գյուղացին երկրից դուրս է գալու ու կդառնա տենց, որ գյուղերը կդատարկվեն։ Գյուղերն էլ որ դատարկվեն, մեծ խնդիրներ է սպասվելու քաղաքի ժողովրդին, քանի որ քաղաքացին լավ է ապրում այն ժամանակ, երբ գյուղացին աշխատանք ունի։ Ինչ վերաբերվում է դրան, որ գնալ թուրքերին ինչ-որ հարցով դիմել, այդ մի ուրիշ ֆանտաստիկ խելքին ոչ մոտիկ բան ասեցիր։ Դե իսկ քո տեսանյութի վերջում, ինչպես միշտ դու քեզ թույլ տվեցիր, ոչ ուղիղ շեշտումով վիրավորել հայ ժողովրդին։ Այդ մոմենտով կասեմ, որ ծիծաղալուն դու ես։ Գլուխ ոչ մեկ չի գովում։ Պարզապես մենք իրոք հպարտանում ենք մեր պատմությունով ու մեր հայ տեսակով ու լավ ենք անում։ Ես ավելացնեմ, քանի որ տնտեսությունից, գյուղատնտեսությունից ինչ որ փորձ ունեմ, ամեն դեպքում ես Հայաստանում հող ունեմ, տարածք ունեմ, սեփական տուն ունեմ, այդ տեսել եմ իմ հարևանների չարչարանքը, ինչը ինչ գնով են աճացնում, ոնց են աճացնում, գնագոյացությունը ոնց է լինում, այս տխմարին բացատրեք, որ այ ճիճու, եթե Թուրքիայում էր պարարտանյութը արժանար այնքան, ինչքան Հայաստանում է, եւ ջուրը արժանա այնքան, ինչքան Հայաստանում է, իրանց պամիդորը 3 անգամ էժան չի լինի։ Հասկացար, գլուխդ մտավ, այն որ 3 անգամ Հայաստանը ավելի ինքնարժեք, բարձր ունի ինքնարժեքով պամիդոր, դա գնա գոյացության արդյունքում է։ Հələ մի հատ գնա հարցրա գյուղացու ծախսերը, դες որտեղից է գոյանում։ Գազ, հոսանք, չգիտեմ, բենզին, հələ դրանք մի կողմ, ամենակարևորը պարարտանյութ։ Ջրի ծախսերը, դե մատ հարցրա, ինչքան են վճարում դրա համար Թուրքիայում։ Բայց դա չի է, ես գիտեմ, որ դա ձեր համար հեչ էական չի։ Էլ չեմ ասում, ամեն դեպքում հողի բերքատվություն կա, բան կա։ Մեր հողերը Արևմտյան Հայաստանի համեմատած այն ինչ որ մեկ հիմա ունենք, սարեր ձորերը։ Մի քիչ ինչ որ կարող է հետաքրքիր լինի Արարատյան դաշտը։ Վերջ։ Արարատյան դաշտից դուրս ես գալիս, ընդ ոչինչ ամենը չի աճում։ Ունես որ հեգնելու փոխարեն, հեսը կնստի ավտոն, կգնա Թուրքիա, կհարցնի, կասի ոնց է գին ազգ պամիդոր աճացնել չգիտեք, չէ տխմար մենք ամեն ինչ էլ գիտենք։ Գնա շեֆիդ հարցրա, այդ ում ձեռքն է մոնոպոլիան սիլիտրայի, կամ էս որ դառնա, որ մարդիկ սիլիտրա պետք է օգտագործեն։
այդ են օգտագործում դա մտել իրենց ապրանքը կյանքում Եվրոպա չի գնա կյանքում հարցը բա գյուղատնտեսության նախարարությունը չի պակետիկ հարցը բա կարող է գյուղատնտեսության նախարարություն լիներ հասկանալ նայեր իմ փոխարեն հա պարտադիր չէ դեռ ասենք բոլորը երաժիշտ լինեին որ կարող է մասնագետ լիներ մի հատ նայել ասել ես պամիդորի գնա գոյացության մեջ ինչն է ազդում որ 3 անգամ գնի մեջ տարբերություն կա եթե իհարկե կա 3 անգամ տարբերություն չգիտեմ մի հատ նայեն ասեն մի բաժին ոնց որ պարարտանյութն է էս ում ձեռն է պարարտանյութը էս մոնոպոլիան ում ձեռն է այդ ինչի՞ պիտի Ռուսաստանում այնքան լինի իսկ Հայաստանում այսքան ոնց է ստացվում դա այդ ինչի Հայաստանը ինքն իր համար չի կարողանում արտադրի պարարտանյութ դա մեծ բարդ բան է ես իմ Բաքում եմ արտադրում ես իմ Բաքում ես 6-7 տարի է ամեն ինչ աճացնում եմ չունենալով հող այդ մի մեծ գիտություն չի այդ ոնց է ես կարող եմ անում կարողանեմ անել դուք դե չեք կարողանում անեք պետությունը գիտեք չի չեք կարողանում որովհետև դուք նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն չունեք առաջինը որ դուք փակեցիք դա սփյուռքի նախարարությունն էր որ կտրեք կապը սփյուռքի հետ մշակույթի նախարարությունն էր որ քո նման տականքը կարողանաս դուք ինազգը ծաղրելով դա գյուղատնտեսության նախարարությունն էր ու դեն շարունակ որովհետև ձեր նպատակը երբեք Հայաստանը զարգացնել, ամրացնել չի եղել։ Իսկ մեր նպատակներն է այդ ամենը վերականգնել ու ինքնաճանաչման շարժման մեջ այսօր ես արդեն երեկոյան բան եմ անելու ուղիղ եթեր։ Նաև այդ ծրագիրը ներկայացնում ինքնաշարժման, ինքնաճանաչում, շարժման, տնտեսության զարգացման մեջ մեծ կարևոր կետ կա, այսպես կարևոր վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, բնակից աշխատի գիտությունների ակադեմիայի հետ, որ բոլոր ինովացիոն, բոլոր փորձերը մենք կարողանանք կիսել աշխարհի հետ եւ օգտագործել են ինչ որ կա։ Այսօր դուք սպանել եք եւ գիտությունը, եւ գյուղատնտեսությունը, դուք ամեն ինչն եք սպանել ու մի բան էլ հեգնում եք մենք։ Գյուղացին նստի, գնա սահմանը անցնի, գնա Թուրքին ասի։ Ոնց է սա։ Ոնց է դու այդքան խելոք ես, ես այսքան դեպի չեմ կարողանում 3 անգամ ավելի ուժան լորիկ աճացնել։ Դու չեք մտածում ես ամեն ինչի վերջին մի օր գալու է։ Ալիև ասածները հիշացնեմ ձեզ, էլի, ով եք դուք։ Минская группа во главе с США, Минская группа во главе с США, Францией и Россией, она только хотела отнять Карабах, и не только Карабах, то есть не только вот те административные границы бывшей Нагорно-Карабахской автономной области, но еще и всю территорию Лачинского района и Кельбеджарского района, и передать это Армении, чтобы мы на это согласились. Էս եք դուք արա։ Էս ամեն ինչից հրաժարվողն եք դուք։ Էս ամեն ինչի հետ Միսկի խմբի ցրելու հետ համաձայնվողն եք դուք։ Ալիևի ճորտերն եք դուք, դուք պատմական հանցագործներ եք։ Ու սա համար պատասխան պետք է տակ վաղ թե ուշ։ Ոնց ուզում ա լինի։ Եթե հիշում եք, այս էլի նիկոլական պրոպագանդոններից մեկը, այն որ ժամանակին Քոչարյանի պրոպագանդոնները հետո դարձավ Նիկոլինը, ասեն ով երբ ուզում բան անում, օգտագործում է, էլի։ Մի հատ ձմերուկ ծախող տղային պրովոկացիա արեց, ասեց ես քո հարցերը կլուծեմ, ես այդ ինչ-որ միտեղ զանգեց, մյուսով եկան ձերբակալեցին։ Բարձր տղեն եզդի է։ Ու փաստորեն միջնորդության դիմում կա ազգային փոքրամասնության ներկայացուցիչի իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Հարգելի պարոն Բաքոյան, դիմում ձեզ որպես ազգային ժողովում եզդիական համայնքի շահերը ներկայացնող падգամավորի եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խնդիրը վերաբերվում է վերջերս տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ազնիվ աշխատանքով զբաղվող ազգությամբ եզդի երիտասարդ ձմերուկ վաճառողը ենթարկվել է բլոգեր Արամ Ավետիսյանի կողմից իրականացված բացահայտ սադրանքին, ճնշումներին եւ հետապնդմանը։ Այդ դեմքը լայն արձագանք է գտել հանրության շրջանակում, քանի որ քաղաքացիօրինական եւ արդար աշխատանքի իրավունքը փորձ է արվել ոտնահարել թիրախավորման եւ սպառնալիքների միջոցով։ Դե բնասացը պարզ է, արդեն բողոք
Այստեղ իմ համար ի՞նչն է կարևոր։ Կարևորն է, որ գործով զբաղվում է, լավ է տղեն եզդի է։ Լավ է եզդիական համայնքը թիկունքին կանգնած է, որ հայ լիներ, չնայած մեծ չի տարբերությունը։ Մենք կմոռանանք այս տղու մասին։ Ես ուզում եմ ասել մեր բոլոր եզդիներին, ասորիներին, ռուսական համայնքի, ուկրաինական համայնքի, հրեական համայնքի բոլոր անդամներին, որ այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում, այս խտրականությունը, այս անօրինականությունը, սա վայրենի, անընդունելի վերաբերմունք է ապագա Հայաստանում։ Ես հակված եմ, որ ձեր բոլոր հերոսների անունով մենք ունենանք փողոցներ, այգիներ, բոլոր, որովհետև ես գիտեմ, թե ինչքան ռուս է, ազգությամբ ռուս, հենց թեկուզ առաջի աշխարհամարտին, մեր աշխարհամարտին Արցախի զոհվել, մեր հայ տղաների հետ կողք կողքի։ Մենք իրաց բոլորին հիշատակելու ենք, որովհետև իմ համար շատ հուզիչ է, երբ որ ես հիշում եմ, տեսնում եմ, լսում եմ, որ մեր տարածքում մեր մեջ ապրող ազգային փոքրամասնությունները մեր համար, մեր հետ կռիվ են տվել, որովհետև այդ ձմերուկ տղան, ձմերուկ ծախող տղեն, որը եզդի է, ինքն էր ասում Նիկոլ Փաշինյանին հողատու դավաճան, ինքը եզդի էր, որովհետև ինքը Հայաստանին վերաբերվում է որպես իր հայրենիք։ Սա իմ համար հուզիչ է ու շատ կարևոր։ Աստված մենք մի օր կարողանանք Հայաստանը դարձնել այն ինչ որ մենք ուզում ենք դարձնել, ու բոլոր այն տղաները, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը առողջությունը մեր ընդհանուր հայրենիքի համար, իրանք պետք է անպայման հիշատակվեն։ Ոչ մեկին չենք թույլ տալու այդ ամեն ինչը մոռանալ։ Հաշվեք, որ այս ամեն ինչը ժամանակավոր վատ երազ է ու շուտով կանցնի։ Ձեզանից շատերը ծանոթ են Քյոխին, նույն ինքը Արցախցի հրամանատար Կարեն Ճալավյանին։ Ուրեմն Քյոխը դատարանով հերքում էր պահանջել Ռոման Բաղդասարյան արցախցի բլոգերից, ով ասել էր, որ Քյոխը Եղնիկներում իր հրամանատարության տակ գտնվող Զորամասում ստորացրել է զինվորներին, տարբերություն է դրել, Հայաստանից եկածներին ավելի վատ է վերաբերվել, քան արցախցիներին եւ ճնշել է նրանց։ Ուրեմն, ինչի մասին է խոսքը, ավելի կոնկրետանանք։ Ռոման Բաղդասարյանը մի արցախցի բլոգեր է, ով իր սոցիալական կայքերում, Facebook-ում եւ մյուս կայքերում ամիսներ եւ տարիներ շարունակ ապատեղեկատվություն եւ ստեր է տարածում բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր պայքարում են նիկոլական իշխանության դեմ։ Եվ մի քանի ամիս առաջ, թե տարի առաջ, այս բանը կոնկրետ չեմ հիշում, ինքը իր կայքերում գրում է, որ Քյոխը զինվորներին ստորացրել է, նրանց սնունդ չի տվել, Երևանից եւ Հայաստանից եկածներին ավելի վատ է վերաբերվել, եւ Քյոխը դատարանի միջոցով հերքում է պահանջել ու դատարանը բավարարել է Քյոխի դիմումը, հայցը եւ Ռոման Բաղդասարյանը օրեր առաջ, ընդամենը օրեր առաջ իր Facebook-ում եւ մյուս սոցկայքերում ներողություն է խնդրել եւ հերքել է իր ասածները։ Փաստորեն ինքը գրել է, որ ես անառակից զավակ եմ։ Փաստորեն տես բացահայտ գրել է, էլի, որ ես ունակ եմ, դե բնականաբար Նիկոլին աջակցողը ուզում է արցախցի լինի, ուզում է ուզբեկ լինի, եթե Նիկոլին աջակցողը ինքը անպայման պասպորտը պետք է անառակ լինի։ Համոզվեցինք, չէ՞ մենք սրանց սաղի պարագայում։ Համոզվեցինք, չէ՞ մենք սրանք բոլորը ով են, ասենք սա ով է, հա։ Որ ստիպեցինք խոսեն բանի մասին, չբացվող նավթավերամշակման գործանի մասին, որ շուրտան Ծառուկյան Գագոյի վրա, հա, մենք արդեն հասկացանք, չես մնացածն ովքեր են ես, սրանից առաջինը, չէ կներեք, սա, և սեն շարունակ, իրանք շատ են, սա, հիմա էլ այդ Ռոման Բաղդասարյան, բոլորը, եթե չլինեն անառակ եւ անառակի զավակ, կոչումով, բնավորություն, այսինքն այն որակի մարդ, որոնց ասում են atենց, իրանք չէ լինի Փաշինյան Նիկոլի կողքին, դա պարտադիր հանգամանք է, առանց դրա դու չես կարող այնտեղ, ոնց բան լինի, պրոպուսկ, ինքը խոստովանել է, որ ինքը, չասեմ, գիտեք ինչի է խոստովանել, դատարանն է պարտավորեցել դրա համար, նա տեսել լսենք։ Որ ճոկիկ, որ հերթական անգամ ընդդիմությունը մեզ գցեց։
այսօր են իշխանը ավելի շուտ կիլկին, այդ համ բոյով է կիլկի, համ դուխով է կիլկի։ Այդ կիլկան այսօր հոխորտում ասում է Նիկոլ ուզում է մեզ մանդատներից զրկի, Նիկոլ դա քո մոտ չի ստացվելու բանն է, օվերտի պատվան այդ կուտա տալի, որ ժողովուրդ պատկերացնում եք, մենք ենք իրենց ասում, մի վերցրեք մտեք, Նիկոլը մեզ ուզում է մանդատներից զրկի։ Այդ կիլկի մանկության երազանքն է եղել, մշտական տեղ ունեն այնտեղ։ Գիտեք ինչի։ Որովհետև եթե այնտեղ չեղավ, ինքը ոչ մեկին պետք չի, իրան ինքը ոչ մի բան չի կարողանում անի, հասկացեք։ Դրանք ինվալիդ են, դրանք ասենք թողեք մեր կյանքի մեջ կկորեն։ Շիշ չեն կարող հավաքեն դրանք։ Թող վախեցածում են Նիկոլը մեզ ուզում է մանդատներից զրկի։ Չէ, Նիկոլը երազում է, որ դուք մանդատները վերցնեք, նստեք այնտեղ, ինքն նայի ձեր աչքերին ու քֆուր տա ձեզ։ Ու անի այն ինչ որ ինքը պետք է անի։ Վերջում էլ թուլափայ գցի ձեր դեմը, ասի արեք լափեք ու պեչատեք այն ինչ որ ես ասում եմ, արա։ Նա լասի, վայ, չէ, մեր ընտրած բաներին չվերցնես հանկարծ դետան։ Ամոթ քեզ Նիկոլ, ոնց որ ԿՀ-ի դեմ էին գործում, ամոթ էլ անգնացիք տներով։ Նարեկն էլ Կարապետյան ասում է, Ծառուկյանին չթողեցին, սաղ Նագրուսկեն մնաց մեր վրա։ Տղա ջան, ձեզ ձեն են տվել, Նարեկ ջան, որ դուք իշխանափոխություն անեք, դուք հետ եք խոստացել, ոչ թե տակ են Նագրուսկի տակ մնաք։ Ծառուկյանն չկա Նագրուսկեն, ծանրություն մնացել է խեղճ Նարեկի վրա։ Արա դրա համար ենք ասում, Նարեկ, ծանր է այդ գործը, այդ կիլկին վերցրեք, թողեք դուրս եկեք այդտեղից։ Թող այդ ամբողջ ծանրությունը մնա Նիկոլի վրա, գդիժաստանա։ Ինչի՞ չեք անում։ Ինչ եք կիսում այդ ծանրությունը Նիկոլի հետ։ Արա դուրս եկեք, թող էդի գդիժաստանա այդ ծանրությունից, էլի։ Բդուգիշ կենթանի եք։ Հացան է ժողովուրդ ջան։ Երևանի ավագանու որոշումը դուք գիտեք, որ ընդհանրապես արգելված է փողոցային առևտուրը։ Հիմա բողոքներ կան, դուք նայեք, հարգել ես ամբողջ մայթը, զբաղացել եք, մարդիկ ավելի կայլասկայով երեխու հետ, սայլակով չեն կարողանում անցնել։ Համապատասխան արձանագրություն հստակ կազմենք ձեր իրավախախտման համար եւ ձեր այս վաճառքի ենթակա ապրանքը պետք է արգելվի։ Այս ռեյդի արդյունքում այսօր երկու շրջանից Տավանում եւ Դավթաշենում արգելվել են ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն։ Այսի գիտեք որն է, ինչն է հիշացնում։ Բոլշևիկները ոչ միայն խլեցին մարդիկ ինչ ունեին, այլ նաեւ մտան ամբարներից, նկուղներից, միջև վերջի ցորենի հատիկը խլեցին, որ նա նույնիսկ գարնանացան չունենա, ու սովից մահանա, որի արդյունքում սպանեցին սովից առնվազն 8 միլիոն մարդ Ուկրաինայում միայն։ Հիմա սրանք փաստորեն մեծ արտադրություններին ոչ միայն զրկել են իրենց ապրանքները վաճառելու Ռուսաստանում, այլ այն փոքր ունեցողներին զրկեցին նաև քաղաքում վաճառելուց։ Ես վստահ եմ, որ սա եթե օրենքով կարգավորված լիներ, այս ամեն ինչը չէր լինի։ Մարդիկ աշխատել են, մի ձև, մի տեղ կա վաճառեն այդ բաները։ Իսկ ես վստահ եմ, որ սրանք այս մարդիկ, եթե իրանց ապրանքն են վաճառում, իրանք չեն կարող մտնել շուկա։ Չեն կարող, որովհետև շուկայի բոլոր տեղերը սա վերավաճառողներն են նստած։ Գյուղացին ընդ մուտք չունի։ Այսինքն գյուղացու համար ինքը փոխանակ էքստրեմալ վիճակ է, չէ՞ Հայաստանում։ Ապրանքը մնացել է Ռուսաստան չի գնում, մնալու իրանց մեղքով։ Փոխանակ բացօթյա շուկաներ, չգիտեմ, կառավարեին, կազմակերպեին ունես, որ այդ մարդկանց հոգսը մի ձև թեթևացներ, 6 տոննա միրգ մենակ մի օրվա մեջ ոչնչացեցին։ Իրանց համար էական չի։ Ով է սննկանալու, ով է սոված մնալու։ Դա կլինի փողոցում առևտուր անողը, լոլիկ աճացնողը կամ չգիտեմ ծաղիկներ միլիոնավոր աճացնողը, բացարձակապես էական չի։ Ընդհանրապես իրաց համար կարևորը մի բան է։ Իրանց ընտրվելներ, խաբեցին ձեները ստացան, հա, ու իշխանությունը պահել է։ Այսքան բան։ Եթե սրանք գնան, այս աղքատությունից հուսահատ գնան, ավելի լավ,
երկրի հարցերը լուծելը, դատարկելը, ցուցքին հանձնելը, մի խոսքով, ինչքան քիչ մարդ, այնքան քիչ դիմանություն։ Սրա մասին դեռ ասում էր բանը այն Սարգսյան անունը չէր գրել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սյուզին մականունով։ Տիգրան Սարգսյանն էլ ասում է, ավելի լավ թող գնան։ Բողոքավորները քիչ կլինեն։ Լրիվ նույն տրամաբանությունն է։ Այս ինչ որ հիմա կատարվում է տնտեսության հետ, գյուղատնտեսության հետ, սա վկայում է մի բանի մասին։ Այս կառավարությունը թքած ունի տնտեսության վրա։ Իրան այլևս տնտեսական մուտքեր, բաներ չի հետաքրքրում։ Հակառակ դեպքում ինքը միջոցներ կձեռնարկի։ Իրան մի բան է հետաքրքրում։ Հիմա ո՞նց է փոխելու սահմանադրությունը նոր այս սեզոնում, որպեսզի կարողանա հերթով իրականացնել Ալիևը իրենց ինչ ուզում է եւ ո՞նց է տալու միջանցքը։ Այսքան բան։ Նոր, այսի ծաղկազորն է փաստորեն։ Նայեք։ Ես չգիտեի։ Ասում եմ ծաղկազորը դարել է 10-րդ մասիվ։ Իրոք թե դարձել է 10-րդ մասիվ։ Իսկ վաղուց չեմ եղել ծաղկազորում, ես չգիտեմ ինչ է կատարվում, ես ինչ է կատարվում։ Թողել են Հայաստանում մի տեղ, որ չի պղծվել, որտեղ ծառ կա, որտեղ հանգստի գոտի կա, ընդ որում ոչ թե մասնավոր։ Գնանք մի պահ Ռուսաստան ու հետ կանք արագ, թե վերջում լավ բան կա ձեր ասելու։ Մենք լսենք սա։ Владимир Владимирович, обращаюсь к вам как к человеку, у которого болит душа за Россию. У нас беда. Наша авиация просто встала. Мы огромная страна, но сейчас оказались оторваны друг от друга. Самолеты на приколе, летать не на чем. Սերգեյ Բեզրուկովն մեծ Պուտինի գով կանողը Պուտինիստ հիմա ասում ես գիտեմ որ ձեզ սիրտը ցավում է Ռուսաստանի համար բայց գիտեք ինչ մեր երկիրը մեծ է առանց ավիացիայի մենք չեն կարող իսկ օդանավերը էլ չեն թռնում զապճաշ չկա բա Я прошу вас, спасите нашу авиацию, верните нам наши крылья. Это же кровеносная система страны. И знаете, Владимир Владимирович... Խնդրում եմ, փրկեք մեր ավիացիան, ասում եմ, որտեղ դա արյունատար անոթն է։ Իրոք Խաբադովսկից մարդը ո՞նց է գալու ասնի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, միտեղ թռնի, չկա։ Հսկայական, այդ առանց էժան բենզինի, առանց օդանավների այդ երկիրը չի կարող աշխատել։ Շատ մեծ է։ Եվ ճանապարհներ չունի։ Գնացք չի գնում։ Այսինքն գնացքը գնում է մի քանի օրվա մեջ, հա? Ասենք Խաբադովսկից մինչև Մոսկվա։ Կարծեմ մի շաբաթ է գնում, ինչ է գնում։ Պատկերացնում եք։ Я умоляю вас, остановите эту войну. Хватит. Сердце разрывается от боли и сломанных судеб. Русская душа – это про милосердие. Խնդրում եմ, որ գտասիրտ լինի եւ կանգնեցնի այդ պատերազմը։ Գիտեք ինչի։ Որովհետեւ օդանավ չկա, որ խռնեն։ Արդի չեն կարող շարժել Ռուսաստան։ Որը գիտեք ինչ է ասում։ Այ որ օդանավ լիներ, այդ խնդիրը չլիներ։ Դա հերն էլ անեցած, ռմբակոծեք թող գնա։ Нам нужен мир, чтобы созидать, чтобы наши дети росли под чистым небом, без страха и без крови. Բա, արդեն հիմա որոշեց խաղաղությունն է պետք, որովհետեւ օդանավ չկա։ Այ քանի օդանավ կար, դե մա, ինչ անենք, ասենք մի 10 միլիոն արդեն Ռուսաստանից է, գնացել են աշխարհ, չէ, այ այն աշխարհ չի գնացել 10 միլիոն, գնացել է մոտավորապես 5 կամ 4, բայց մի երկու կրկնակի այդքան առնվազն երակի հաշմանդամն ու վիրավորներ կան։ Ասենք մի այդքան էլ անպայման ուկրաինական կողմից չկաց այդ ամեն ինչի վրա, սամոլոտ չկա, կանգնացեք էլ այս պատերազմը։ Մարդ, որ միջև հիմա ամեն ինչով աջակցել է։ Պուտինի, ես չգիտեմ սա ինքը իր պատվերով է խոսացել, թե չէ, այսինքն ինքը թույլատվությունով է խոսացել, թե ինքն իր նախաձեռնությամբ, չեմ կարող ասել, բայց այս էլ եմ ուզում իմանալ Ռուսաստանի մասին ինչ է կատարվում, որ հեսա շուտով կլինի նաև ենթադրում եմ Հայաստանում, պատրաստվեք։ Россиян будут лишать гражданства за антивоенную позицию. Речь идет о гражданах, которые живут за границей и уклоняются от наказания по определенным статьям. Это не только инагенты. Наказание в любом случае их настигнет. Родину
предавать нельзя. Их внесут в специальный реестр изгнанников. После этого они не смогут пользоваться российскими банками, покупать и продавать недвижимость, открывать ИП, пользоваться госуслугами, оформлять доверенность, регистрировать брак и даже получить помощь российского консульства или перевыпустить загранпаспорт. В реестр можно попасть по статье о дискредитации армии, нарушении закона об иноагентах и за дестабилизирующие страну комментарии в запрещенных соцсетях. Ցանկացած մեկը իր կայքում, եթե հակակառավարական մի բան գտես, որ իրենց դուր չեկավ, արգելում են կարող քաղաքացիությունից էլ զրկեն, ունեցվածքից էլ զրկեն, նա զրկում է բոլոր հնարավորություններից ինչ որ գործակներ անի Ռուսաստանում, միջև անգամ ամուսնանալ, սեփականություն վաճառել, գնել եւ այլն եւ այլն։ Հա։ Պատրաստ եք որ նույն բանը ես վստահ եմ, այս ազնագրերից, այս ընտրական իրավունքից զրկելուց հետո սա հաջորդ քայլն է։ Հաջորդ քայլն է, հիմա սկսելու են, չէ, ֆիլտրել, ոնց դու գրել ես, դու մեր կողմից չես, հոպա։ Հոպա։ Այդ քորա քրական գործ կա, ոայ, չկա, հարուցենք, հետո ըստ այդ քրական գործի քեզ կսեփականա զրկենք։ Բոլշևիզմ։ Նա ասեք սրանց, արա դուրը ներծեց, ասեք Հիշում եք բոլշևիզմը վերջը ոնց ավարտվեց։ Գոնե հիշացեք էլի բոլշևիզմը վերջը ոնց ավարտվեց։ Իսկ Ամերիկան զրկեց Թուրքիային F-35-ից։ Չհաջողեց։ Թրամփը գնաց խոստացավ ուսին խփեց, ասեց քեզ շարժիչն էլ կտամ, F-35-ն էլ կտամ, խնդիր չունես։ Իսրայելից ասեցին՝ «Նյետ»։ Այնքան կանխատեսել էր ամեն ինչ, որ Թրամփը դե խոստանալու է, Իսրայելն ասելու է ոչ, ու վերջում պարզվի, որ ոչ, չկա։ F-35 քեզ չի ասնում։ Այսօր ուկրաինական զինված ուժերը հարձակվել են իրանական նավի վրա եւ ՄԱԿ-ի կանոնության խախտում է դա որակվել եւ թշնամական գործողություններ եւ առաջին կապտվել է եվրոպական բանի ղեկավարի հետ կարծեմ կարակալս է ղեկավարը կապվել մի խոսքով բողոքա ներկայացել եւ ասել է որ Ուկրաինա շատ թանկ գին է վճարելու սրա համար ինքը հարձակվել է բեռնատար նավի վրա Իրանը պնդում է որ 200 ամերիկյան զինվոր է սպանվել մինչդեռ ամերիկանացի բանները քիչ-քիչ է հանում դիակները ոնց որ 44 օրյա պատերազմի ժամանակ նիկոլներ անում Մի խոսքով Թրամփի վախերը, որ իրան շուտով իմպիչմենտ կանեն, դրանք ավելի է խոդանում եւ դրա տակը լուրջ պատճառներ կամ հարցումները ամբողջությամբ դա են ցույց տալիս։ Եվ ես ուզում եմ, քանի որ մենք արդեն 1 ժամ 7 րոպե խոսում ենք, այսպիսի մի բանի մասին ձեզ տեղեկացնեմ։ Թուրքիայում նոր process-ներ է գնում եւ նոր կարգախոս կա։ Մենք թուրք չենք։ Մենք հայերի եւ հույների զավակներ ենք։ Ինչ որ ես ամեն օր խոսում եմ, որ challenge-ա պետք անել, որ իրանք բացահայտեն իրանք էությունը։ Այո, challenge-ա պետք անել, որ իրանք բզբզան ու հասկանան, որ իրանք թուրք չեն կարող լինել։ Այդ տարածքում կարող լինի մի 20% թուրք, մաքուր։ Մնացածը թուրքերի, հայերի ներողություն, հույների, հայերի, նաև ասորիների ժառանգներ են։ Որտեղ ասորիները սեմիտներ են։ Հայերն ու հույները չէ։ Ասորիները սեմիտներ են։ Հենց որ եթե սա թափ ստանա, ու սա բան է, իրական շարժում է։ Զանգեզուրի միջանցքին բանը չի հասնի։ Այդ մյուս 100 տարին իրանք չեն վայելի, որ մտածում են 100 տարի հետո էլ ամերիկացիներն են, ամերիկացիներից են խլելու։ Այդ 100 տարվա մեջ Թուրքիայից ոչինչ չի մնալու։ Եվ այսպեսի մի միջոցառում է եղել Գյումրիում, ես ուզում եմ ցույց տամ, Անի Արաքելյանն է նկարել, սա նայենք։
երեխեք ջան, ես ոչ մի բան չունեմ, առարկություն չունեմ, ձեր մանկությունը, երիտասարդությունը պետք է անցնի ուրախ, գիտակցված եւ ցանկալի է ինքնության վիբրացիաների շուրջ։ Այո, ինքնության վիբրացիաների շուրջ, որովհետեւ շատ գայթակղիչ է գլոբալիզմը, շատ գայթակղիչ է ինչ որ կատարվում է արտասահմանում, այդ երաժշտությունը, պոպ, ռոք, ես ամեն ինչ հասկանում եմ։ Բայց դուք ուզում եմ իմանաք ամենակարևոր բանը։ Դուք ունեք մի բան, որ իրանք չունեն։ Դա ձեր անսահման խորը եւ անսահման հարուստ ինքնության երանգներն է։ Դուք սկսեք բացահայտել ձեզ։ Նախ դուք շատ կսիրեք ձեզ։ Այս ամեն օր ինչքան նոր բան եմ իմանում մեր մասին, այնքան շատ եմ սկսում ինձ սիրել։ Ազնիվ խոսք։ Ինչքան նոր բան եմ իմանում մեր մասին, սկսում եմ այնքան շատ սիրել ինձ։ Եվ այդ իմ նկատմամբ սերն ու հարգանքը փոխանցվում է այլ ազգերի նկատմամբ, որ դու արդեն հասկանում ես, որ պետք է գնահատել։ Դա մարդու մոտ դաստիարակում է գնահատելու ունակությունը։ Սկսում ես արդեն մեքսիկացիներն իրանց լույսի տակ նայել, իրանց առավելությունը, գնահատել իրանց աշխատասիրությունը։ Առավոտը ցիջիկում պատրաստ են նույն գործ անել։ Իրանք չեն տնջնջում։ Հենց մեքսիկացիները գնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տնտեսությունը կանգնում է։ Սկսում ես չինացիներին գնահատել, սկսում ես իրանց խոսքի մեջի փիլիսոփայությունը գնահատել ու ասում ես այ Տեր Աստված, Երանի մեզ գրաբարաբեր վերադառնալ մեզ, դառնալ մեր համար ընկալելի եւ ուսանելի լեզու, որտեղ չէ որ մենք այդ բառամթերքը այնի շուտ չինարենում կա։ Չինացու ամեն մի բառը մի հատ պատմություն է, ամեն մի հիերոգլիֆը մի հատ պատմություն է։ Մեր գրաբարումը ամեն մի բառը մի պատմություն է։ Այսինքն այս խորությամբ որ դու նայում ես, սկսում ես իրանց սիրել դրա համար, չնայած առանձնապես սիրելու բան չեն, բայց քանի որ դու գիտես դա իրանց ինչ է ներկայացնում, հա, այդ պատմությունը, այդ ժառանգությունը, այդ լեզվամտածելակերպը տիեզերական է լեզվամտածելակերպը եւ չինարենում եւ մեր գրաբարում տիեզերական կապված ամեն ինչ այդ տիեզերքի բնության օրենքների հետ սկսում ես գնահատել դա մանամ ասում երիտասարդներ ջան դուք սովորեք ձերը սովորեք ամեն ինչ բայց ձերը պետք է լինի մեր առաջնային որ այն ժամանակ դուք օբյեկտիվորեն կարողանաք գնահատել, օրինակ ասենք ինչ բան է իռլանդականը, իսլանդականը, իտալականը, իսպանականը, չինականը, հնդկականը, դուք չափանիշ ունենաք։ Ինչքան շատ իմանաք ձեր մասին, այնքան շատ կսիրեք մնացածին, այնքան շատ կգնահատեք։ Այ ինչի է թուրքը ատում ամեն ինչ, ավիրել ամեն ինչ, պղծել ամեն ինչ, որտեղ սեփական ոչինչ չի ունեցել։ Ինքը չգիտի ինչա գնահատելու արվեստը, ունակությունը չկա։ Պատմականորեն չկա այդ մարդը ոչինչ չի ստեղծել, բայց մեզ Նիկոլի ոչիններն ասում են գնացեք Թուրքիա սովորեք։ Սովորեմ թե ինչպես կարելի է ինչ անել։ Էժան պարարտանյութ օգտագործել, տվեք օգտագործեմ, ես թե ինչը սովորեմ։ Այսօրվա այսքանը, լավ մնացեք։